Բարի կեսօր սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակում է իր ընթացքը, այսօր մենք խիստ կանացի ենք, մեծ գաղտնիք չեմ ասում չէ, որ կանայք են կյանքի շարժիչ ուժը և առաջ մղողը, ուժի և կանացիության համատեղման մասին այսօր զրուցելու ենք Եվրոպայի նորընծափող չեմպիոն Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանի հետ, ով արծաթե մեդալ է նվաճել օրեր առաջ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Բարի լույս Էլմիրա, նախ շնորհավորում եմ մեդալի կապակցությամբ, հիմա արդեն երբ նվաճումից որոշ ժամանակ է անցել, ինչ զգացողություններով եք եկել մեր տաղավար, ոնց եք սկսել ձեր օրը։ Բարի լույս, շատ շնորհակալ եմ հրավերի համար, օրս շատ լավ եմ սկսել, շնորհակալություն, հույս ունեմ դուքել, մեդալից հետո ճիշտն ասած շատ բան չի փոխվել, որովհետև ես տենց բնավորություն ունեմ, ուրախանում եմ այդ օրը, մաքսիմում մեկ էլ մյուս օրը, դրանից հետո արդեն անցնում եմ մյուս մրցումներին։ Բնականon վիճակին եք գալիս, սպասելիքները արդարացված համարում եք առաջնությունից։ Սպասելիքները արդարացված են, պատրաստ էի նաև ոսկի վերցնել, ուղղակի լինում են դեպքեր, որ ուղղակի քո օրը չի լինում, բայց չեմ համարում, որ այդ օրը իմ օրը չէր, որովհետև արծաթի իհարկե պետք է ուրախանալ նաև արծաթի համար։ Եթե չեմ սխալվում, սոլո մրցաձևը առաջին անգամ էր անցկացվում հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ, ինչպես էիք պատրաստվել այս մրցաձևում պայքարելուն։ Անկեղծ ասած, հենց սոլոյին առանձին չէի պատրաստվել, ես ուղղակի շատ լավ մարզումներ էի արել, համ Հայաստանում մինչև թռնելը, երկու շաբաթ շատ ինտենսիվ մարզումներ էինք արել, օրական 2 պարապմունքով, դրանից հետո մի շաբաթ ունեի ուսումնամարզական հավաք Լեհաստանում ու այդտեղ էլ արդեն մի քիչ թուլացրել էինք պարապմունքները, որ արդեն պատրաստվեինք Եվրոպայի առաջնությանը ու շատ իդեալական գծած էր մի խոսքով պարապմունքները։ Եզրափակչում միայն 2 միավորով եք սիճել չեմպիոնական կոչմանը, իսկ որակավորման փուլում 48 միավոր վաստակելով նաև Եվրոպայի ռեկորդ եք սահմանել, կանխատեսում եք նման արդյունք։ Ճիշտն ասած, երբ որ դու 19 տարեկանում գալիս ես մեծ սպորտ ու սկսում ես սպորտով զբաղվել, արդեն քանի տարի է իդեպ։ 11։ Դու չես, այսինքն դու չես ինչ-որ մտածում, որ դու այդ սպորտում ինչ-որ մի նոր բան ես կարողանալու անել, որ ռեկորդ ունենաս, որովհետև շատերը վաղուց արդեն անում են ռեկորդները, մարզվում են, բայց շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մասնակցել այս մրցաձևին ու ուրախ եմ, որ արել եմ մաքսիմումը, որ կարողանամ ռեկորդ ունենամ։ Այդ կյանքի ընթացքում ոնց որ մնում է, որ դու ռեկորդ ես ունեցել, էլի։ Էլմիրա, կարելի է ասել, որ սպորտը համատեղում եք նաև բլոգինգի հետ, ես ինքս հաճախ եմ հանդիպել հոլովակների, ինստագրամում, տիկտոքում, երբ որ դուք պարապում եք, ցույց եք տալիս այդ ընթացքը, պատրաստվում եք մրցաշարին ու մարդիկ հետևում էին հենց այդ կրակող աղջկան, ինչպես դուք որոշեցիք, որ այդ ամենը պետք է նաև բլոգինգում տեղ գտնի։ Բլոգինգը սկսվել է օլիմպիական խաղերից ուղիղ 1 տարի առաջ, 365 օր հետ հաշվարկ եմ արել ու ամեն օր վիդեոներ եմ նկարել, բայց բլոգինգի իմաստը ոչ թե եղել է սպորտսմեն աղջկա կյանքը ցույց տալ, այլ եղել է մոտիվացնել մարդկանց ու կապ չունի իրենք զբաղվում են սպորտով, թե նկարում են, թե բարի են գնում, թե բիզնես ունեն, ընդհանրապես տարբերություն չկա, որ կյանքի յուրաքանչյուր տարիքում հնարավոր է հենց այդ պահին քո ամբողջ կյանքը ստոպ տաս ու նորից սկսես զբաղվել նրանով, ինչով որ դու սիրում ես ու սիրած գործով արդեն գումար աշխատել, սիրած գործով ապրել, ինչու՞ չէ նաև ճանապարհորդել, մի խոսքով կյանքը գունավոր տենալ տարիքից չելնելով, այսինքն չմտածել, որ օրինակ ես արդեն մեծ եմ, այլ ոչ մի բան չեմ կարող անեմ իմ կյանքում, հենց միտքը դա է եղել, դա երևի իմ հենց կյանքի տեսակն է, որ ես ինքս երբեք չեմ մտածում, որ ինչ-որ մի բանի համար ուշ է, բայց շատ մարդկանց եմ հանդիպում, ովքեր այդպես են մտածում։ Դրա համար ուզում էի ինչ-որ մի ձևով իմ ձայնը լսելի դարձնել։ Դարձավ լսելի ձեզ։ Կարծում եմ, հա, որովհետև ունեմ շատ պատմություններ, մարդիկ, ովքեր գրում էին ինձ նամակներով, որ ինչ-որ վիդեոից հետո իրենց կյանքում ինչ-որ մի բան է փոխվել, այդ ինձ շատ ուրախացնում էր։ Եվ ասեն, դուք ձեր նպատակին հասել եք, կարելի ասել։
Բլոգինգի մասով։ Ճանապարհին եմ կարելի ասել, որովհետև միշտ կա ինչ-որ տեղ առաջ գնալու։ Խոսեցիք տարիքից, որոշումներ կայացնելուց, ինչպես եւ որ տարիքում հասկացաք, որ հրաձգությունն է ձերը եւ այդ ուղով պետք է շարունակեք ձեր ճանապարհը։ Ես ընդհանրապես չեմ մտածել սպորտսմեն դառնալու մասին, այսինքն դպրոցի շրջանում ասմունքում էի ու թատրոնում էի խաղում, կինոների հետ էր կապված իմ գործունեությունը, հետո տնտեսագիտական համալսարան եմ ընդունվել, ավարտել ու այդ ընթացքում եմ ծանոթացել, կարելի ասել, հրաձգության հետ, ծանոթացել եմ շատ պատահական, ուղղակի լսել էի, որ կարող ես գնալ կրակել ու անվճար գնալ լողի, իսկ ես լողի էի ուզում գնալ ու այդպես գնացել եմ հրաձգարան։ Գնացիք լողի։ 2 օր դրանից հետո լողը հանեցին։ Չէի սպասում, բայց իսկ մա դուք էլ չէիք սպասում։ Չէի սպասում։ Դե հետո իհարկե գնացել, լողալ ուղղակի սիրում եմ, այդ ամբողջ կյանքում ուղղակի սիրել եմ լողալ, բայց պրոֆեսիոնալ չէ։ Բայց առաջի օրվանից երբ որ մտա հրաձգարան, կարելի ասել սիրահարվեցի այս սպորտաձևին, այս հանգստությանը, այս սպորտաձևի հանգստությանը։ Հանգիստ է այս սպորտաձևը։ Հա, շատ հանգիստ սպորտաձև է։ Ձայները հանած, ռիսկը հանած, մնացած ամեն բան հանգիստ է։ Ընտանիքի անդամները ինչպես արձագանքեցին տնտեսագիտական համալսարանում սովորող ուսանողի նման որոշում կայացնելուն։ Այդ ինֆորմացիան տվողը պապան է եղել, այսինքն պապան արդեն գիտեր, որ ես գնալու եմ հրաձգության։ Իսկ հայրիկը որևէ կապ ունի հրաձգության հետ։ Հայրիկը ռազմական ոստիկանությունում էր աշխատում, փոխգնդապետ է ու այդպես փոքր ժամանակվանից ոնց որ բայց չեմ ուզում սպորտը կապենք զինվորականության հետ, որովհետև ընդհանրապես իրանք կապված չեն իրար հետ, սա ուղղակի սպորտաձև է։ Ու ճիշտն ասած ծնողներս սովոր էին, որ ես անընդհատ մասնագիտություններ եմ փոխում, որովհետև անընդհատ ինչ-որ նոր բան էի փնտրում ու հավանաբար մտածում էին, որ լավ, հեսա էլի կգնա, կհոգնի, ուրիշ բան կփոխի։ Բայց փաստորեն դուք գտաք ձեր վերջնականը, այս պահին գոնե, գուցեև ինչպես դուք եք ասում, ինչ-որ տարիքից դուք էլի ինչ-որ բաներ փորձեք։ Հնարավոր է։ Իսկ փոքր հասակում խաղալիքներ ընտրելիս դուք տիկնիկներն եք ավելի շատ նախընտրում, ինչպես սովորաբար անում են աղջիկները, թե մեքենա, ատրճանակ այդ կողմերը։ Կոնստրուկտոր ու փազլ, իմ ամենասիրած խաղալիքները դա են եղել։ Մանր մոտորիկա եւ վերլուծական միտք։ Ընտանիքը այս անգամ ինչպես արձագանքեց ձեր հաղթանակին եւ մեդալին։ Ընտանիքը ընդհանուր առմամբ շատ մեծ աջակցություն է ցույց տալի, որովհետեւ ես նաեւ ունեմ բալիկ, մաման ու պապան նայում են բալիկին, մինչև ես գնում եմ մրցումների ու դա շատ մեծ աջակցություն է, որովհետև դու պետք է հանգիստ լինես քո բալիկին թողելուց, որ կարողանաս այնտեղ կենտրոնանաս մրցումների վրա, բայց ես ինքս շատ ուրախանում եմ, թե ինչքան են իրանք ուրախանում ամեն մեդալի ու ամեն արդյունքի համար։ Բալիկը տղա է, թե աղջիկ հետաքրքրված է ատրճանակներով, կրակելով։ Հրաձգանում է մեծանում, կարելի ասել, որովհետև տարբերակ չունի հետաքրքրված չլինելու։ Գալիս է իմ հետ պարապմունքների բոլորով մեծացնում ենք, կարելի ասել, որովհետև օրեր ա եղել, երբ ես պարապմունքի եմ եղել, մարզիչից հետ խաղացել է, մինչև իմ պարապմունքը կվերջանա, ֆեդերացիայի նախագահ մարզիչները բոլորը օգնում են, աջակցում են, բոլորով Լեոնին մեծացնում ենք, որ իսկ գուցե մեծացնում եք ապագա չեմպիոն։ Ես չեմ որոշի իր փոխարեն։ Կարևորը ինքը երջանիկ մարդ լինի, իսկ ինչով կուզենա զբաղվել, այդ իր որոշումն է։ Դուք նաև ձեր բլոգում հաճախ խոսում եք ձեր ամուսնու աջակցությունից, իր արձագանքն էր նաև հետաքրքիր, ի վերջո այդ ճանապարհը ձեզ հետ հավասար անցել է, ինչպես արձագանքեց։ Մեր համար շատ դժվար շրջան է եղել իրականում, որովհետև ամուսնուս հայրը մահացավ հենց այն ժամանակ, երբ որ ես ուսումնամարզական հավաքի էի, ու ինքը միշտ ինձ աջակցում է, ու շատ կարևոր էր, որ ինքը հասկացավ, որ ես ճիշտ կլինի մնամ ընդեղ ու գնամ մրցումների, տենց շատ շնորհակալ եմ իրեն։ Ձեր այս պահի հուզվածությունը արդեն իսկ փաստում է, որ իրոք շատ մեծ աջակցություն եք ստանում եւ գնահատում եք այն ամենը, ինչ որ կա, թե ամուսնու առումով եւ թե ձեռքբերումների։ Ցավում եմ ամուսնու հայրիկի մասով։ Խոսենք նաև առաջիկա ծրագրերից, ինչ առաջնությունների եք պատրաստվում եք արդյոք այս պահին թե ոչ։
Այս պահին գիտեմ, որ ունեմ ամռան սկզբին աշխարհի գավաթ ու ունեմ տարվա վերջ աշխարհի առաջնություն։ Ընթացքում էլի լինում են մրցումներ, ուղղակի դա ես չեմ որոշում, ընթացքում կիմանամ կասեմ։ Շատ լավ։ Ամուսինը ձեր ոլորտից է, թե լրիվ այլ բանով է Չէ, զբաղվում։ ամուսինը բիզնեսմեն է։ Շատ լավ։ Ինձ նաև հետաքրքիր է, իհարկե ամուսնու աջակցության մասին արդեն խոսեցինք, երեխայի հոգտանելու մասին խոսեցինք, բայց ամեն դեպքում սպորտսմեն աղջկա կարիերան եւ ընտանիքը ինչպես են համատեղվում, հաշտեն միմյանց հետ։ Հաշտ են դառնում միմյանց հետ, եթե դու ես հաշտ դառնում ինքդ քո հետ, որովհետև եթե դու ձգտես ամեն ինչ անել իդեալական, իրականում ոչ մի բան չի ստացվելու։ Դու պետք է հասկանաս, որ ինչ որ մի բան մեկը չի ստացվելու ու ինչ որ մի բան մեկը տուժելու է, թե ինչ որ առումով։ Ես փորձում եմ մաքսիմալ համատեղել, որովհետև գտնում եմ, որ ոչ պետքա թողես քո երազանքները ու զբաղվես մենակ քո բալիկով ու իր երազանքներով ապագայում, բայց դրա հետ մեկտեղ էլ պետքա զբաղվես քո բալիկով ու իր երազանքներով։ Դրա համար ես ընտրել եմ այն ճանապարհը, որը շատ ավելի դժվար է, քան ընտրել ինչ որ մեկը, այսինքն համատեղելն եմ ընտրել։ Այս պահին գտնում եմ, որ ստացվում է։ Հետո կտեսնենք։ Հետագայում կտեսնենք, թե որքանով է ստացվում եւ արդյունքները ինչպիսինն են։ Բայց բալիկի մոտ նկատում եք ինչ-որ հետաքրքրվածություն, ինքն ասում է, ես էլ կուզեի կրակել, չգիտեմ, ատրճանակը վերցնել։ Ճիշտն ասած, սենց շատ հետաքրքիր բան կա, որ բոլոր բալիկները դե խաղում են, չէ, ատրճանակով։ Բոլորի մոտ, բոլոր տղաների մոտ կան ատրճանակներ, բայց իմ ուղեղի մեջ այնքան մտածա, որ մարդու վրա զենք պահել չի կարելին, որ ես մեկ-մեկ ինձ թվում է, որ խանգարում եմ իրան, որ ինքը խաղա ատրճանակներով, որովհետև ոնց որ նորմալ է, որ ինքը խաղա կրակի այդ process-ը, բայց սպորտային իմ այդ մարդու վրա ատրճանակ չեմ պահումը, միշտ խանգարում է։ Ես անդադ ասում եմ, հետո հասկանում եմ, որ պիտի չասեի, որ ինքը խաղա ուղղակի։ Բայց չեմ կարող ասեմ ճիշտն ասած 2.5 տարեկան է դեռ կմեծանա կհասկանանք։ Իսկ առասարակ ձեզ հեշտ տրվեց հրաձիգի կարիերան, արդեն ուսանող էիք, համալսարանական տարիները տուժեցին, թե իրար հետ էլի համատեղ լավ հարթ գնացին։ Ես շատ լավ համատեղում եմ միշտ ամեն ինչ ու չեմ կարող ասեմ, որ հեշտ տրվեցին, բայց չեմ էլ կարող ասեմ, որ դժվար տրվեցին, որովհետև երբ որ ես սկսում էի 19 տարեկանում, չկար այնպիսի մարդ, ով հավատում էր, որ 19 տարեկանում սպորտ սկսելով դու կարող ես ինչ-որ մի հատ արդյունք ունենալ ընդհանրապես սպորտում։ Ու ես հերթով քայլ առ քայլ ինչ որ մոտենում էի բարձր արդյունքների ու բոլորը իմ հետ զարմանում էին, որովհետև պրակտիկա չի եղել այդպիսի հրաձգության մեջ, չգիտեմ ուրիշ սպորտաձևերում ինչպես է, բայց հենց հրաձգության մեջ չի եղել այդպիսի պրակտիկա, բայց հենց այն միտքը, որ ինձ ասցին հնարավոր չի, որ դու սկսես սպորտ ու ինչ որ բանի հասնես, անիմաստ ես սկսում, երևի շատ մեծ ուժ տվեց, որ ես ինքսի մեջ գտնեմ այդ աշխատասիրությունը ու զարգացնեմ այն տաղանդը, որը ես ի սկզբանե տեսա, որ ես ունեմ կրակելու մեջ, որովհետև չի կարա լինի աշխատասիրությունը առանց տաղանդի կամ տաղանդը առանց աշխատասիրության, իրենք պետք է իրար հետ համագործակցելով առաջ գնան։ Բլոգինգի մասով ինչ-որ նորություններ սպասվում են։ Հետևորդներին ինչ եք ուզում փոխանցել։ Կագուցե եթերից ողջունեք նրանց։ Ուզում եմ, որ բոլորը ուղղակի հավատան իրենց երազանքներին ու երազան այնպիսի բաների մասին, որը որ մտածում են, որ հնարավոր չի։ Բայց եթե իրենց մտքով ուղղակի անցել է այդ միտքը, ուրեմն այդ ամեն ինչը արդեն հնարավոր է իրագործել։ Որտեվ ամեն ինչ գալիս է մտքից ոնց հաշվով։ Նրանց թե մենք ինչ ենք մտածում եւ ինչ կարող ենք անել այդ մտքի համար։ Շատ հաճախ դեպքեր լինում են, երբ ասում են, դե երազում ես չի ստացվում, դատարկ երազելը ում է պետք, եթե չենք գործել։ Դե եթե ուղղակի պարկես ու ամբողջ օրը մենակ երազես ու ոչ մի քայլ չանես դեպի երազանքը, հա չի ստացվի, բայց ամեն օր երազելով ու մի հատ փոքր քայլ անելով երազանքը մի օր կիրականանա։ Այդ մասով թե ձեր բլոգը, թե հենց այս պահին մեր զրույցը գալիս է ապացուցելու, որ ցանկացած լավ ու հարմար տեղ, որը կողքից երևում է, պահանջում է բավականին մեծ ջանք, ժամանակ, ռեսուրսներ եւ որ ոչինչ հեշտ չի տրվում։ Իմ մտածելակերպով դու միշտ պետք է մտածես, որ ամեն ինչը հեշտ է տրվում։
որ հեշտ տրվի։ Դու պետքա ջանք գործադրես, պետքա ձգտես, պետքա ամեն ինչ անես, բայց պետքա մտածես, որ այդ sense ինքն իրեն կստացվի, հա։ Ու իրականում հենց այդպես էլ լինում է, բայց եթե դու մտածես, որ կյանքը դժվար է, կյանքը պայքար է, կյանքը անարդար է, հավատա ամեն օր դու կտեսնես հենց դժվարությունը, անարդարությունը, բայց եթե դու մտածես, որ այսօր զարթնում եմ, արևը բացվել է, արդեն լավ օր է, ավտոմատ քո օրը լավն է լինելու։ Շատ լավ, շնորհակալ եմ ջերմ հետաքրքիր այս խորհուրդներով, մոտիվացիայով լի զրույցի համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ եւ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Ինչու՞ չէ նաեւ բլոգինգում եւ հրաձգության մեջ եւ բլոգինգում թող ձեր լսարանը էլ ավելի մեծանա եւ ավելի մեծ քանակի մարդկանց կարողանաք ձեր օրինակով ցույց տալ, որ ամեն բացվող օրվա համար պետք է լինել շնորհակալ եւ ունենալ ինքներդ ձեր մեջ պայքար, որը կմղի ձեզ լավ տեղեր։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք Եվրոպայի նորընծա փոխ-չեմպիոն Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանի հետ։ Այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Արիգա Մինասյանը իր գրագետ դադարով։